նորոգության և համերաշխության նոր դարվա հրավեր, փառքի բարձունս Աստուծո և հերգիր խաղաղություն, իմ արդիկ հաճություն, Սուրբ ծննդյան դոներուն ընթരാճ, մեզի կհասնի հրեշտակին ավետիսը երկնավոր զորքերու բազմության հետ, որ կոհապանելով զասված կաղաղագեն փառք Աստուծո բարձունքներու մեջ, խաղաղություն երկրի վրա և մարդոց միջև հաճություն։ Խաղաղության իշխանին ծնունդը կհրավիրե բոլորս, որպեսզի ձայնագիծը լանք հրեշտակներուն և շնորհալի սրտապուխ բառերով աղոթերքենք նորոգող հնությանց նորոգյա և զիս նորոգ զարդարյա։ Հիսուս մանուկի մսուրին առջև ձնգաչոք խոնարհումով, աղոթքի լռության մեջ ազգովին պայծառակերպենք մեր էությունը և հավատքի քաջությամբ մեկտին հետենք հին մարդը մեր կյանքի մեջ արադացնելով աստվածային լույսն ու սերը։ Բեթղեհեմեն կարձաքանքե հրեշտակներու ձայնը սիրո ու ներողամտության գոչ ուղղելով մեզի խաղաղություն երկրի վրա և մարդոց միջև հաճություն։ Ապրինք այս խորհուրդով և միասնաբար հոգևոր ճարտարապետը դառնանք խաղաղության, որուն աղբյուրը Քրիստոսի անսահման սերն է։ Ուրեմն հաղորդագիծը լանք այս պատգամին և փարադենք մեր մեջի խավարը, միամիտ չլանք կարծելու, թե հոգևոր նորոգությունը թյուրին ընթացք մնե, այն նախ և առաջ սորավոր հավատք կպահանջե, բայց եթե կվստահենք Քրիստոսի այն խոսքին, թե հավատքը լեռներ կշարժե, մենք ալ ուրեմն որպես ազգ և ժողովուրդ մեկտի տնելով մեր անձնական և խմբակային շահերը, դարացայնությունները, հակամարտության ոգին, կրնանք հավատքի զորությամբ դառնալ անքակտելի գուռ միություն իսեր մեր հայրենիքի, մեր մայր Սուրբ եկեղեցվո և հանուն ճշմարտության և արդարության։ Նոր դարվա սեմին և մեր կյանքի բոլոր օրերուն այս ընթացքը թող իրապես դառնա մեր կյանքերը կերպարանափոխող հրաշք ճանապարհ։ Թող Քրիստոսի սերն ու ներողամտությունը իշխե ամենուրեք և շնորհալի մեծ Հայրապետի բառերը դառնան բալասան մեր կարծրացած սրտերուն։ Սեր անուն Հիսուս, սիրով քո ջմլյա, սիրտ իմ քարեղեն։